Պարոն Սաֆարյան, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի եւ կաթողիկոսի այս առճակատումը գնալով ավելի է խորանում։ Նիկոլ Փաշինյանը իրեն միացած եպիսկոպոսների հետ ճանապարհային քարտեզ ստորագրեց, ինչ որ աշխատակարգ հաստատեցին, հանդիպում են ունենում, քննարկում են ունենում։ Իր հերթին կաթողիկոսը չի փորձում որևէ զիջման գնալ։ Դուք ինչպես եք մեկնաբանում այս արդեն նոր զարգացումները այս նոր տարում։ Անկեղծորեն ասած, ես երբ որ սկսվել է այս մոտեցումը Մայրաթորի Վերնախավի որոշ ներկայացուցիչների հանդեպ, ներառյալ նաև Կտրիչ Ներսիսյանի հանդեպ, իմ կարծիքս առաջի օրվանից առ այսօր չի փոխվել։ Բայց իմ կարծիքս ոչ միայն ձևավորվել է 1 տարի առաջ, 6 ամիս առաջ, այլ իմ կարծիքս ձևավորվել է ավելի քան 40 տարի առաջ։ Ինքս քաջ իրազեկված լինելով, թե ինչ է կատարվում Մայրաթոռում, Գարեգին առաջին երջանկահիշատակ վեհափառի ուրեմն մահվանից հետո ես ինքս արդեն ունեի իմ ուրույն մոտեցումը հիմնված փաստերի, տվյալահեն ուրեմն ամբողջովին փաստարկների վրա, որ Մայրաթոռի հովվապետը եւ մի քանի, այսպես ասած, ավելի մերձավոր arczepiskopոսներ շեղվել են հայ եկեղեցու կառավարման կանոնային հիմնադրույթներից եւ որը բերեց հասցրեց սրան։ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո ես ինքս ուրույն կարծիք ունեի, որ պետք է հանրապետության վարչապետը առաջնահերթ կերպով եկեղեցի մաքրի, Մայրաթոռը մաքրի այլադավան տարերից, Մայրաթոռը մաքրի ուրեմն շնաբարո arczepiskopոսներից, Մայրաթոռը մաքրի այնպիսի այլանդակ բարքերից, որտեղ տեղ են գտել հովանավորչությունը, որտեղ տեղ են գտել բիզնես պրոջեկտները, որտեղ տեղ են գտել արտամուսնական կապերը, որտեղ տեղ են գտել ծանոթությունները տարբեր կերպով խցկվել Մայրաթոռի մեջ, որտեղ առաջին պլան է մղվել, ասենք թե Մայրաթոռի կողմից հովանավորվող գործողումները, մոմի վաճառքը եւ այլ։ Մի բան, որը եկեղեցու ուրեմն կենսակերպի մեջ դրանք բաներ են, որ կամ պիտի տեղ չգրավեն, կամ էլ եթե փոքր կենցաղային խնդիրները տեղ գրավեն, դա պիտի լիներ նվազագույնը հաջորդականությամբ 100-րդը։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ կաթողիկոսը շատ վճռական է գործում։ Կաթողիկոսը վճռական լինել չի կարող։ Թեմի առաջնորդին պաշտոնանկ արեց։ Ուրեմն փորձ են անում, որպեսզի գտնեն մի ճեղք, որտեղ ուրեմն այդ ճեղքի ուրեմն այսպես ասած չասեմ զոհը, ապա թիրախը դարձավ Մայրաթոռի ուրեմն հայրաքելական Սուրբ եկեղեցու Մասյացոտ ընթեմի առաջնորդ Գևորգ Սրբազանը, որը որ ես պիտի ասեմ դա լրիվ ապօրինի որոշում է, ինքը իրավունք չունի ուրեմն պաշտոնանկ անելու, առավել ոչ միայն որպես հովվապետ պաշտոնանկ անել, այլ դրա հիմքերը չկան։ Իսկ երկրորդ ամենակարևորը, ինքը այսօր թաղված է մեղքերի մեջ, մի քիչ էլ այսպես մետաֆորիկ կերպով ասեմ, կտրիչը պետք է վերջ տա իր կտրիչություններին։ Դա անթույլատրելի է, առավել ևս, որ 10 եպիսկոպոսներ ստորագրել են մի հայտարարության տակ, որպեսզի Կտրիչ Ներսիսյանը վաստակած կերպով գնահանգստի, այլևս այլ բան, որպեսզի նրա դեմ չգործի եւ անցնեն հաջորդ քայլին, քանի որ կառավարության ղեկավարն էլ իրենց հետ միասին ստորագրել է Մայրաթոռի, ոչ միայն Մայրաթոռի հայրաքելական Սուրբ եկեղեցում ձեռնարկվելիք բարենորոգումների ամբողջ ուրեմն այդ համակարգի պլանի մասին եւ կարծում եմ նման պարագայում Կտրիչ Ներսիսյանը չի գործում ինքնուրույն, չի գործում ելնելով պահի ուրեմն անհրաժեշտությունից եւ պահի հրամայականից, ընդհակառակը ավելի է խորանում, սկիզբ առած ուրեմն այն արատավոր, այն արգահատելի ուրեմն քաղաքականությունը կամ այն արգահատելի ուրեմն գործելակերպը, որը արդեն պիտի ասեմ ավելի քան 5 տարի է։ Այստեղ ոչ մի
երկրորդ փաստարկ լինել չի կարող, օր առաջ Կտրիշ Ներսիսյանը պետք է ուրեմն հրաժարական տա, պետք է օր առաջ լքի իր կողմից բռնազավթված հայրաքելական Սուրբ եկեղեցու մայր աթոռը։ Այն կարծիք լինել չի կարող անօրինական համարում թեմի առաջնորդի Ասեմ ինչու պաշտոնանկությունը, որտեղ դա իր որոշելիքն է։ որոշելիքը չէ, այդպիսի բան լինել չի կարող։ Տեսեք, վերջերս ամեն ինչ ներկայացում է ծուռ հայելու մեջ։ Մի քանի օր առաջ էլ ես ընթերցում եմ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, նախկինում արդարադատության նախարար աշխատած, դատախազ աշխատած, դատախազի տեղակալ աշխատած հանրապետության, ուրեմն Ոմն Գևորգ Դանելյանի, այսպես ասած գիտությունների դոկտոր մեկնաբանությունը, որի փր 2017 թվականին Մայր աթոռու բանը հայրաքելական Սուրբ եկեղեցին հրավիրել է, ասենք Կտրիշ Ներսիսյանի կողմից հրավիրվել է ազգային եկեղեցական ուրեմն ժողով, որը համարվում է հայրաքելական եկեղեցու բարձրագույն մարմինը կառավարման։ Դա սուտ է, ոտից գլուխ սուտ է, կեղծիք է, այդպիսի բան չի եղել է եկեղեցու ներկայացուցիչների ժողով, որը բացարձակապես կապ չունի ազգային եկեղեցական ժողովի կարգավիճակի եւ նրան առնչվող խնդիրների հետ։ Մեկ այլ պարագայում ավելի քան 40 դար է, ինչ չի գումարվում հայրաքելական եկեղեցու ազգային եկեղեցական ժողով։ Այսինքն այնպես չի, որ թեմի առաջնորդը, թեմակալ առաջնորդը պետք է ապրի ուրեմն վեհափարի քմահաճույքով։ Բոլորին էլ հայտնի է, գաղտնիք չի, որ այն 10 սրբազանները, որոնք բարձրացրել են այդ հարցերը հավուր պատշաճի, դեռևս բարձրացրել են այդ հարցերի, ես պիտի ասեմ, արատավոր եւ հրատապ խնդիրների, ես պիտի ասեմ, նույնիսկ 1/4-ից էլ պակաս։ Խորքային խնդիրները ավելի շատ են։ Ես նաեւ ձեզ ուզում եմ իրազեկեմ, որ ես էլ մի քանի սրբազանների հետ զրույց եմ ունեցել։ Այդ 10 եպիսկոպոսներից, որոնք ստորագրել են այդ հայտարարությունը։ Որոնց հետ։ Դե հիմա ասենք լավ, ասենք թե Վրթանես Սրբազանի հետ, որ իմ ուսանողական ընկերն է, որին ճանաչում եմ ավելի քան 45 տարի, օրինակի համար եմ ասում։ Տեչոյանի հետ էլ եք խոսել։ Դե հիմա եկեք ես որ ասում եմ մի քանի օգու հետ զրույց եմ ունեցել, պարզապես դա մնա ասենք այն բանը, որ ես սա հրապարակավ եմ ասում, սա ոչ գաղտնիք է, ոչ էլ ես թաքցնում եմ։ Տեսեք, անկեղծորեն եմ ասում, չի կարելի եկեղեցու ներսում եւ Մայր աթոռում տեղ գտած այս արատավոր երևույթները թաքցնել։ 4-րդ դարում դեռևս 325 թվականին ընդունված հայտնի մեծ Նիկեայի տիեզերական ժողովի կողմից ընդունված եկեղեցու հավատո հանգանակը, չէ, Confession of Faith-ը խախտվել է մեր եկեղեցու տերերի կողմից վերջին 4-րդ դարում առնվազն մի քանի հազար անգամ։ Եվ քահանաների հետ կապված, եւ սարքավորների հետ կապված, հոգեվորականների հետ։ Ես ուղղակի իմ անհանգստության պահով ես ուզում էի ուղղակի իմանայի, տեսնեմ իրոք մեր երկրի ոչ թե մեր եկեղեցու հովապետը իրոք այդքան շեղվելուց հետո ինչու չի դրսևորում համապատասխան կամք, ինչու չի դրսևորում նախաձեռնություն, որ գոնե այդքան արատավոր երևույթներից հետո իր կողմից բազում անբարոյական գործառույթներից հետո, բացի դրանից նաև հովանավորելով այնպիսի ուրեմն Մայր աթոռի բարձր եպիսկոպոսների, որոնց թվում օրինակ ասենք թեմակալ առաջնորդներ, որոնց թվում դիվանապետ, որոնց թվում գավազանակիր կլինի կամ ասենք ուրեմն կարծեմ քարտուղարն ու գավազանակիրը նույն պաշտոնն է, եթե չեմ սխալվում, լուսահարապետ եւ այլը, եւ ես բանից պարզում եմ, որ ես էլ պակաս պատկերացում չունեմ, թե ինչպիսի արատավոր երևույթներ կան Մայր աթոռի վերնախավում եւ վերնախավի որոշ ուրեմն ղեկավար եւ ինչ իմացակ, ինչ արատավոր երևույթներ։ Ուրեմն արատավոր երևույթները նաեւ որ ամբողջովին Մայր աթոռի ղեկավարությունը շեղվել է բազում ուրեմն կանոնակարգային խնդիրներից, հատկապես կուսակրոնության ուխտից, հատկապես հովանավորչությունից, հատկապես ուրեմն
թեմակալ առաջնորդների հետ կապված քաղաքականությունից եւ որ Մարաթորի ղեկավարությունը առաջնորդում է մեղմ ասած անձնական, ուրեմն նկատառումներով եւ նաեւ բիզնես պրոյեկտով։ Եվ պարոն Սաֆարյան, Գևորգ Սրբազանը մի ուշագրավ հայտարարություն արեց, ասում է կաթողիկոսը եթե չէր ուզում 10 եպիսկոպոսները բողոքիցային բարձրացնեին, թող չհրապարակեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի մասին նյութերը, ասում է որ Գարեգին երկրորդի հրահանգով է հրապարակվել այդ նյութերը, շատ նեղված էին, որ Արշակ Սրբազանին չէին ձերբակալել, ընդամենը 2 արքեպիսկոպոս էին ձերբակալել։ Սա ինչ է նշանակում։ Ես ինքս տեղյակ եմ այդ հայտարարության մասին, գիտեք, ես մի քիչ դժվարանում եմ ասեմ, թե ում նախաձեռնությամբ է Արշակ Սրբազանին վերագրվող վարքաբեկիչն ու ես դա վարքաբեկիչ չեմ ասի, որովհետև այն ինչ որ եղել է, դա հստակ փաստեր է, ես մի քիչ դժվարանում եմ ասեմ, թե ում նախաձեռնությամբ եւ ում դրդմամբ է հրատարակվել, բայց որ ասենք վեհափառը իր յուրայինների բազում, ուրեմն ապօրինի արարքներ, անբարոյական արարքներ հովանավորել է եւ թաքցրել է, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Գալով մնացած 3 սրբազաններին, Արշակ Սրբազանից բացի, որոնք գտնվում են Չէ, բայց այսինքն ստացվում է Գևորգ Սրբազանի ասացից, որ կաթողիկոսն է այդ տեսանյութը ձեռք բերել եւ հրապարակել, դա ինչպես է։ Ես ճիշտ ասած մի քիչ Դուք այսինքն ինչ եք կարծում, կաթողիկոսը հոգևորականների վրա կոմպրոմատներ է հավաքում։ Ես համոզված եմ, ես ինքս նաև գրեթե 25 տարուց ավել է կամ 30 տարի է, որ չեմ հանդիպել այն ժամանակ ինքը սրբազան էր, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդներ, կաթողիկոսական փոխանորդ էր Գարեգին Արաջինի ժամանակ եւ նաեւ վեհափառ Լուսահոգի Վազգեն վեհափառի ժամանակ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդներ։ Ես ուրեմն այդ ժամանակներից հետո Գարեգինին մի անգամ եմ հանդիպել ընդամենը, 2 անգամ ուղեկցել եմ ակադեմիկոս Վահագն Դադարյանին եւ հրեագիտնական Յայիր Աղորոնին։ Այնպես որ անձնական շփումներ գրեթե ոչ թե գրեթե չեմ ունեցել։ Ասել, որ սա այսպես է, մի քիչ դժվարանում եմ պատասխանեմ, ես ինքս ինչքան որ փորձում եմ միշտ անդրադառնալ, միշտ պատասխանել հստակ այնպիսի խնդիրների, որոնց մասին ես ունեմ 100%-անոց իրազեկվածություն եւ ուրեմն իմ պատկերացմամբ ես ճիշտ եմ։ Որ այդպիսի բարքերը ուրեմն ոչ միայն Արշակ Սրբազանին չեն խորտ, այլ նաեւ հենց այդ մեր եկեղեցու հովվապետին չեն խորտ, դա եւ տրամաբանական է եւ ուրեմն 100%-անոց ճշմարտություն է։ Առերևույթ հանցագործություններին։ Այսինքն կաթողիկոսը կուզեր ունենալ հոգևորականների վրա ինչ որ Ես պիտի ասեմ, որ ինքը շատ հոգևորականների վրա ունի այսպես կոչված զրպարտչան նյութեր, հա, կոմպրոմատների մասին է խոսքը, եւ վերջերս էլ կարծեմ ես լսում էի նաեւ Ցյուրիխի կամ Շվեյցարիո ուրեմն հայոց հոգևոր թեմի առաջնորդին, Հայր Սուրբին, վարդապետին եւ Գուսան վարդապետ, կարծեմ, հա, եւ ես տեսնում եմ, որ դա այդպիսի բաները հերու չի վեհափառից, առավել եւս որ նա ինքը միազնյա տիրապետում է հայրաքելական սուրբ եկեղեցու բանկային հաշիվները, նույնիսկ զանց է առել բազմաթիվ խնդիրներ, այդ հաշիվները ծածուկ գախնի պահելու համար, թեկուզ իր մտերիմ շրջապատից, նաև այցելությունները չի համապատասխանեցնում կամ չի համաձայնեցնում թեմակալ առաջնորդների հետ եւ այլ, այսինքն հասել է մի այնպիսի բանի, որ այդ սանձարձակությունները, չնայած հայերեն սանձարձակություն են ասում, միգուցե ռուսերեն ասեմ, այդ բեսպրիձելը իրոք կա մայրաթորում։ Ինչ էր ասում Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդը, որ կաթողիկոսը նյութեր է հավաքում։ Ասեց, որ իր գործելավոճը, մեղմ ասած, իր թեմակալ առաջնորդների հանդեպ շատ ուրեմն ոչ բարյացակամ է, անընդհատ փորձում է մարդկանց հետ խոսել, իր տվյալ պահին առաջնորդների հետ խոսել անպայման կամ սպառնալից ոճով, կամ ասենք անպայման փորձում է ունենալ նյութեր, որը շատ դեպքերում չի համապատասխանում իրականությանը կամ անընդհատ այդ ուղղությամբ աշխատանք է տանում։
Քահանաների հայտարարությունները ինչպես եք մեկնաբանում։ Շատ ուրեմն տեղին եմ մեկնաբանում, շատ դրական եմ մեկնաբանում, որովհետև Մայրաթորի եւ ամենայն հայոց կաթողիկոսից բացի հայ ռակելական Սուրբ եկեղեցու հիմնասյուները համարվում են ինչպես քահանայից դասը, այնպես էլ վարդապետած դասը, այնպես էլ ուրեմն ցածրակարգ, ես նկատի ունեմ ստորակարգության աստիճանը, այնպես էլ ցածրակարգ սպասավորները, որոնց ուսերին է ծանրացված հայրաքելական եկեղեցու ուրեմն ներգործությունը մեր ժողովրդի վրա, թե հավատի տեսանկյունից, թե բազմաթիվ ծիսակատարությունների, կլինի կանոնները, կլինի պատարակները, կլինի ժամերկությունները եւ բազմաթիվ այլ արարողակարգային ուրեմն խնդիրներ, արարողակարգային երևույթներ, որոնք ուրեմն հատուկ է հայ ռակելական եկեղեցուն իր շփումները իր հավատավոր 100 հազարավոր ուրեմն ժողովրդի ներկայացուցիչների Բայց մենք տեսանք, որ կաթողիկոսին սատարող քահանաներն ավելի շատ են։ Ես գտնում եմ, որ առհասարակ ինքս ունեմ իմ ուրույն կարծիքը, ես գտնում եմ, որ կառավարության ղեկավարը շատ մեծ հանդուրժողականությամբ եւ զսպվածությամբ է վերաբերվում Մայրաթորի արատավորված բարձր հոգեվորական դասի որոշ ներկայացուցիչների հանդեպ ինքս այլ կարծիք ունեմ, ես գտնում եմ, որ նա պիտի տար Գարեգին կամ Կտրիշ Ներսիսյանին պիտի տար կոնկրետ ժամանակ, ասենք 1-2 օր կամ 1 շաբաթ Մայրաթորը, քանի որ ապօրինի կերպով է զավթված, այլևս չեն խոսում բազմաթիվ փաստարկների մասին, հիմնավորումների մասին, նաև իրավական առումով, եւ ես այստեղ նաև ինչ որտեղ գտնում եմ, որ անգործության մեջ է, ոչ թե անգործության մեջ է, պիտի չհապաղի նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, որտեղ ինչքան էլ ասենք եկեղեցին գործում է պետությունից անկախ, եկեղեցին որպես ուրեմն կազմակերպություն ասեմ, հաստատություն ասեմ, գրանցված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ռեգիստրում եւ ոչ մեկը Հայաստանում իրավունք չունի ուրեմն գործելու քմահաճ կերպով, արամարանքով, միազնյա ղեկավարելու եւ այլ։ Վերջնաշով դա եկեղեցու հայ առաքելական Սուրբ եկեղեցու կառավարումը դա պիտի չլինի բռնապետական գործելավոճով մեթոդներով։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ինչպես ես ասացի, իր հիմնական ուրեմն գործառութային կանոնները, դոգմանները, իր վարդապետության իր կետերը հիմնականում ունեցել է սկսած 4-րդ դարից, ինչպես Նիկեայի տերեզրական Չէ, բայց տեսեք, ես ասում եմ կան հոգևորականներ, որոնք աջակցում են առաջնորդին, այո, ասեմ, եւ ավելի շատ են, քան նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանի այս բարենորոգում կոչված ծրագրին են աջակցում։ Դրանք թելադրանքով են, դրանց ուրեմն վեհապարը դրանց հանդեպ ունի ուրեմն բավականին, այսպես ասած, լծակներ, այդ լծակները եւ կլինի նենգասպառնալիքների շանտաժի, կոմպրոմատների, զրպարտչա, ուրեմն գրերի կամ չգիտեմ տարբեր տեսքերով, դա թվացial է ընդամենը հոգու խորքում, բացի մի քանի սրբազան հայրերից եւ մի քանի վարդապետներից եւ նաեւ մի քանի տասնյակ քահանաներից ամբողջովին բոլորը գիտեն, որ արատավորված է եւ Մայրաթորի ղեկավարությունը մեղմ ասած վաղուց շեղվել է իր կանոնական ուրեմն սկզբունքներից։ Այնպես որ ես կարծում եմ, որ օրերի խնդիր է, որպեսզի կամովին կերպով, եթե ոչ կամովին կերպով, ապա հրճակվի կամ հայտարարվի Կտրիշ Ներսիսյանի հրաժարականի մասին։ Պարզապես հոգևորականներն ասում են դրա կարիքը չկա, մենք սատարում ենք ազգի Ես վստահաբար ասում եմ, որ մենք կունենանք իրադարձությունների զարգացման այնպիսի ուրեմն արագություն կամ այնպիսի հապճեպություն կամ այնպիսի հարափոխող իրադարձություններ, որ մենք շատ շուտով ձեզ վստահեցնում եմ հստակ կերպով կունենանք անպայման մի հայտարարություն, որի հիման վրա Գարեգին
Կտրիչ Ներսիսյանը կավետի իր հրաժարականի մասին։ Երբ Շատ արագ կերպով, օրերս, առաջիկա օրերին։ Այլ տարբերակ լինել չի կարող, եւ նա դեռևս պիտի գոհ լինի, նա պիտի շատ ուրախ լինի, որ կառավարության ղեկավարը նրան չի ձերբակալում կամ նրան չի արգելում մուտք գործելու մայրաթոր։ Եվս կառավարության ղեկավարը ունի այդպիսի իրավասություններ եւ այդպիսի հնարավորություններ, բայց քանի որ կառավարության ղեկավարը հայտնի է իր մեծ հանդուրժողականությամբ եւ զսպվածությամբ, ես կարծում եմ, որ դեռևս համբերության բաժակը կառավարության ղեկավարի չի լցվել։ Սկսված բարենորոգումները Նիկոլ Փաշինյանը ձեր Այո, պատկերացմամբ ես գտնում եմ, որ ուրեմն ապօրինությունների եւ քրեական հանցագործությունների հետ կապված բավականին զիջողականություն է դրսևորում, որը շատ տեղերում ես չեմ ընդունում։ Բավականին մեծ հանդուրժողականություն է դրսևորում արերևույթ հանցագործությունների, հանցանքների հանդեպ։ Դա կլինի հակակոռուպցիոն պայքարի մեջ, դա կլինի մայրաթորի դեմ, մայրաթորի ղեկավարության որոշ մասի դեմ, ուրեմն այս հանձարձակությունների դեմ պայքարելու հարցում, դա կլինի նաև նախկին ղեկավարների թալանի եւ այլ հարցեր խնդիրների շուրջը։ Պարզապես Նիկոլ Փաշինյանը որ օրենքով է այդ ամեն ինչը։ Ուրեմն եկեղեցին չի կարող գործել պետության օրենքներից դուրս։ Ինչու Ռուսաստանում կամ Թուրքիայում դուք պատկերացնում եք, ասենք, Պոլսո հայոց պատրիարքը դեմ գնա Պոլսո ոստիկանապետին կամ Պոլսո քաղաքապետին, որտեղ բոլորս էլ գիտենք ինչպես է ընտրվում, ընտրվելուց հետո էլ ինչպես է Պոլսո հայոց պատրիարքը ներկայանում թե ոստիկանապետին եւ թե Պոլսո քաղաքապետին։ Նույնը վերաբերում է նաեւ, ասենք, Երուսաղեմի հայոց պատրիարքությանը, նույնը վերաբերում է նաեւ Անտիլիասի ուրեմն Մարիվանքին կամ ասենք Կիլիկիո Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսությանը, այսինքն ինչ մեր երկրում, մեր պետականության, մեր պետության ներսում մայր աթոռի հովապետը պիտի այդքան սանձարձակ եւ այդքան արատավոր կերպով աշխատի, հակաօրինական գործողություններ անի։ Բոլորս էլ գիտենք, որ 5 տարուց ավել է, ինչ մայր աթոռի հովապետը եւ նրա կամակատարները, հատկապես յուրայինները, զբաղված են հակապետական գործունեությամբ։ Իսկ հակապետական գործունեության արժեվը առնելու համար կառավարության ղեկավարը իրավունք ունի օգտագործելու պետական բոլոր լծակները եւ պետք է իր գործառույթային ուրեմն դրույթները կյանքի կոչելու համար բավականին խիստ եւ սկզբունքային լինի։ Պարզապես Նիկոլ Փաշինյանը չի միջամտում եկեղեցու կառավարմանը։ Բացարձակապես։ Ես գտնում Չէ, դե ասում եմ, պաշտոնանք եմ, արի ասում ամեն կառ ոչինչ ենք համարում։ Ճիշտ է ասում, որովհետեւ դա ապօրինի է պաշտոնանկությունը։ Բայց նա է կառույցի ղեկավարը։ Այդպեսի ոչ, նա կառույցի ղեկավար չի, նա ապօրինի կերպով է բռնազավթել այդ կառույցը։ Բոլոր փաստերը, բոլոր հիմքերը կան, որ երբ որ հակառակ կողմից էլ, ընդդիմության կողմից էլ ասում են 10 տիրադավները, ես պիտի ասեմ, որ առաջին տիրադավը ուրեմն Կտրիչ Ներսիսյանն է, որովհետև տիրադավ հայերեն բառ է, որ նշանակում է տիրոջը դավաճանել։ Հիմա ես ուզում եմ ասեմ, քանի սկզբունքներով ուրեմն մեր եկեղեցական վարդապետության կոդերի համաձայն եւ ոչ միայն դրան, եւ նաեւ հավատո հանգանակի առումով, եւ նաեւ այդ Ten Commandment-ը 10 պատգամները որ կա, քանի առնվազն մի քանի 100 տեղ շեղվել են բուն կանոնագրքից։ Ես պիտի ասեմ, որ այսօր մայր աթոռը բռնազավթված է Կտրիչ Ներսիսյանի կողմից եւ տիրադավ հովապետը իրավունք չունի իր գործառույթային առաքելությունը տվյալ պահին լինելով Մասյացոտն թեմի առաքելական Սուրբ եկեղեցու թեմակալ առաջնորդ Գևորգ Սրբազանի պաշտոնանկությունը հովապետի կողմից ես համարում եմ առաջերտին ոչ մարդկային անբարոյական, երկրորդ հերթին եկեղեցու կանոններին հակասող քայլ։ Դե այդպես լինի, հիմա Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված նախարարն էլ կամ ազատված նախարարն էլ կարող ենք համարել, որ առ ոչինչ է այդ որոշումը։ Չէ, դա արդեն այլ բան է։ Նիկոլ Փաշինյանը կառավարությունը իրականացնում է, կառավարության գործառույթը իրականացնում է ելնելով սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների Եկեղեցին էլ կաթողիկոսը կառավարում է
Ոչ, եկեղեցու ներսում տասնամյակներ շարունակ բուն են դրել բազում արատավոր երևույթներ։ Եվ այդ արատավոր երևույթները հիմա ավելի ցցուն եւ ավելի ակնհայտ են դարձել։ Եկեղեցու հովվապետը Մայրաթորի ուրեմն ղեկավարը այսպես կոչված զբաղված է հակապետական գործունեությամբ, որի մասին գիտի ամբողջ կառավարությունը եւ որի մասին գիտի նաեւ հայ հասարակությունը։ Նրա Բելոռուս այցի գնալը, ես դա համարում եմ հակապետական այց, նրա բազում արտահայտություններ կառավարության հասցեի մեղմ ասած ոչ բարյացակամ է, ոչ կառուցողական ու ձախողված է։ Ես սա միայն հարցազրույց չեմ տալիս ձեզ Նարեկ ջան, ես ինքս սա կարող եմ նաև ցանկացած ձևաչափով բանավեճի մեջ մտնել իրենց կրոնագետ եւ եկեղեցագետ հորջորջող բազմաթիվ մտավորականների եւ մասնագետների հետ, որոնց մի մասը 20-30 տարի առաջ եղել են աստամերժության, այսպես կոչված աթեիզմի դասախոսներ։ Հիմա քահանաներ իրենց հայտարարությունը տարածեցին, Հայաստանում կարծեմ 450 այա, եկեղեցին 450 քահանա ունի։ Եվ մեծամասնությունը եղավ մի կողմը, փոքրամասնությունը եղավ մյուսի կողմը, այսինքն դա է լինելու հարցի որոշումը։ Շատ արագ կերպով կաթողիկոսին ուղարկելու են հանգստի, շատ արագ կերպով, եւ այդ բարենորոգումներով սկիզբ առած եւ եպիսկոպոսած այդ ուրեմն հանձնախումբը եւ այդ հանձնախմբի միգուցե կավելանա ամենայն հավանականությամբ եւ կհրավիրվի կնշանակեն կաթողիկոսական տեղապահ, որից հետո կլինի 100 պատշաճի, ինչպես որ կարգն է, կգումարվի որոշ ժամանակ անց 6 ամիս հետո, 1 տարի հետո, ինչպես թույլ է տալիս հայ առաքելական եկեղեցու կանոնադրությունը, կգումարվի ազգային եկեղեցական ժողով։ Եթե ազգային եկեղեցական ժողովը, որի 1/3-ը բոլորս գիտեն, քաղաքացիական մարդիկ են, աշխարհիկ մարդիկ են, եւ ազգային եկեղեցական ժողովը իր ընտրություններով կընտրի հայոց նոր հայրապետին, թվով կարծեմ 133-րդ չէ, հայրապետին, մենք արդեն կունենանք նոր հայրապետ։ Այսինքն կլինի եւս մեկ կաթողիկոս։ Ոչ։ Ես գտնում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը վաղուց արդեն հեռացված է Մայրաթորից։ Նա հեռացված է իր գործելակերպով, իր ներքին աշխարհայացքով, իր բազմաթիվ ուրեմն հայ առաքելական եկեղեցու կանոնակարգային կետերը խախտած լինելով բազում անգամներ, նա ինքը իրեն դուրս է դրել հայ առաքելական եկեղեցու Մայրաթորից։ Ես նրան օրինակ որպես ամենայն հայոց կաթողիկոս չեմ ճանաչում։ Եվ ոչ միայն ես, այլև մեր հավատավոր հոտի 100,000-ավոր ներկայացուցիչներ։ Միանշանակ դա կարող է։ Այսինքն բացառում եք, որ Նիկոլ Փաշինյանը այս խմբով ինչ-որ մի հատ եկեղեցի կհիմնի։ Բացառում եմ ես, այո։ Նա երբեք կառավարության ղեկավարը այդպիսի բանի չի գնա։ Ինքը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ ինքը համարվում է առաքելական եկեղեցու ուրեմն ուսյալ կամ այսպես ասեմ խոնար հետևորդ, եւ ես կարծում եմ, որ դրա կարիքը չկա, ցանկացած կերպ եթե մենք դեռ պիտի շնորհակալություն հայտնենք կառավարության ղեկավարին, որ նա Մայրաթորի հանդեպ դրսևորել է մեծ զսպվածություն եւ հանդուրժողականություն, ելնում է միայն ու միայն օրինականության դիրքերից եւ ինչ է նշանակում 3-4 սրբազանների ձերբակալել, գտնում եմ, որ առաջին ձերբակալվածների մեջ պիտի լիներ նաեւ Կտրիչ Ներսիսյանը։ Այստեղ եկեղեցու պառակտում լինել չի կարող։ 100 հոգով, 200 հոգով եկեղեցին չի պառակտվել, ոչ էլ ազգը կպառակտի։ Վերջերս մի հերոստատեսային հաղորդաշարի ժամանակ հմեկով Հայլուր հերոստաընկերության Պետրոս Ղազարյանը կարծեմ Մխիթարյան ազգանունով մի դարձյալ էլի կուսակրոն քահանայի, բայց կարծեմ հիմա կուսակրոն չի, հարցազրույց էր վերցնում, եւ նա պատմում է, որ 15-րդ դարում սկիզբ առած Դավիթ Դանիելյան վեճի ժամանակ վեհապարների հրաժարական են տվել գոյություն ունեցող կանոնակարգի համաձայն, նախ ես պիտի ասեմ, որ դա 15-րդ դարում չի եղել, դա եղել է 1801-1807 թվականի 10-րդ դարի սկզբին, երբ ծագեց Դավիթ Դանիելյան վեճը, երկու անգամ հրաժարական տվեց, ուրեմն
Դավիթը մեկ անգամ հրաժարական տվեց Դանիելը եւ Վեստին Դուք որ ասում եք կաթողիկոսը պետք է առաջին ձերբակալվածների մեջ լիներ, ինչ հիմնավորմամբ։ բազմաթիվ հանցանքների կապված ֆինանսական ոչ թափանցիկ գործնեայության, կապված հակապետական գործնեայության, բազմիցս ես ասել եմ, որ ուրեմն ամենայն հայոց կաթողիկոս կոչվածը ական է մեր պետականության տակ։ Նա արտահայտում է ուրեմն մերժված քաղաքական ուժերի եւ նրանց առաջնորդների ռևանշիստական վրեժխնդիր լինելու մոլուցքի հիման վրա նրանց քաղաքական շահերը։ Ինչ է կարծում 2 թե 3 տարի առաջ հանրապետության մերժված նախագահներից մեկը երկրորդ նախագահը հայտարարեց, որ եթե շարժումը կառավարությանը եւ քաղաքական ուժերին տապալելու առումով հաջողության չի հասնում, ապա այդ շարժումը պետք է ղեկավարի հայ ռաքելական եկեղեցու ուրեմն հեղինակություն ունեղ հոգեորականներից մեկը։ Կարծեմ ձևակերպումը այսպես է եղել, դուք էլ կարծեմ դրա մասին տեղյակ եք, չէ՞, ավելին քան ես։ Եվ հանկարծ հայտնվում է սահմանազատման եւ սահմանանշման ուրեմն գործառույթների շրջանակում Տավուշում հայտնվում է թեմակալ առաջնորդը։ Ինչ եք կարծում, արդյոք այսքան պատահականություններ կարող են լինել, արդյոք սա պայմանավորված չի եղել Կտրիշ Ներսիսյանի հետ։ Ինչ եք կարծում, Բելոռուս այցի գնալը հովվապետական եւ գնալ մեղմ ասած ոչ բարյացակամ երկիր, որի ղեկավարը ցինիկաբար ասում է Ալիևի հետ ասում է մենք Ղարաբաղը ազատագրեցինք հայերից եւ վերադարձրեցինք Ադրբեջանին։ Եվ բազմաթիվ այլևս այդպիսի բաներ եւ Շիրակի թեմի առաջնորդի սանձարձակ արտահայտությունները եւ պետության դեմ կառավարության դեմ ուղղված հանրահավաքների ժամանակ վեհապարի կողմից հնչած բազում հորդորները, որ իր սպասավորները մասնակցեն հակապետական հանրահավաքների։ Այսքանից հետո ինչ փաստեր պիտի այլևս ունենա կառավարության ղեկավարը, որպեսզի Գարեգինին չսաստի, դա կլինի ձերբակալություն, դա կլինի քրեական գործի հարուցում, դա կլինի նաև ցանկացած, ասենք կտրուկ տոնով պայման դնելով, որ օր առաջ լքի մայր աթոռը։ Ես դրա համար եմ ասում, ես պարզապես զարմանում եմ կառավարության ղեկավարի հանդուրժողականության, զսպվածության, ներողամտության վրա, որը որ ես դա համարում եմ արդեն անթույլատրելի։ Որովհետև մոտենում է նաև 2026 թվականի համապետական ընտրությունները, իսկ հայ եկեղեցու վերնախավի կեսվածքը ամբողջովին տեղավորվում է Հայաստանի դեմ ուղղված հայբրիդային պատերազմի բոլոր սկզբունքների եւ գաղափարների մեջ, եւ ես գտնում եմ, որ օր առաջ պետք հրամայական է դառնում, որպեսզի կառավարության ղեկավարը եւ կառավարության իրավասու մարմինները իրենց գործառույթը իրականացնեն հակապետական գործնեայության արժեվը առնելու համար։ Եվ այլ թեմայի անդրադառնանք, պարոն Սաֆարյան, Սալավիովն է մի հայտարարություն արել, ասում է, որ Հայաստանը կորցնելը դեմ է Ռուսաստանի ազգային շահերին եւ նրա պնդմամբ հատուկ ռազմական գործողություն պետք է իրականացվի ոչ միայն Ուկրաինայում, այլև Ռուսաստանի ազդեցության այլ տարածքներում։ Սալավիովն ասում է, որ պետք է թքած ունենալ միջազգային իրավունքի վրա, այսինքն ռուսների համար Հայաստանը ինչ որ ազդեցության գոտի է, սա ինչպես կմեկնաբանեք։ Նախ ես տեղյակ եմ այդ հայտարարության մասին, սա շատ լկտի եւ սանձարձակ հայտարարություն է, սա մեկ եւ երկրորդը, եթե Ռուսաստանը ունենա այդ հնարավորությունները Հայաստանի հանդեպ կիրառելու ուժային գործիքակազմ, դա վաղուց առած կլինի։ Ինքը փորձել է դա անել Ադրբեջանի միջոցով, փորձել է դա անել հայ եկեղեցու վերնախավի միջոցով, փորձել է դա արել գործակալական ցանցի բազում ներկայացուցիչների միջոցով։ Ակնհայտ կերպով Ռուսաստանը այսօր չի կարող ռազմական ճանապարհով ներխուժել Հայաստան։ Եվ ինչքան էլ հոխորտա փոխվարչապետ Օվերչուկը, որ ասի մենք ունենք Հայաստանում դեռևս սահմանապահ զորքեր կամ նաև Հարակոկասյան երկաթուղի եւ այլն, նախ բոլորս գիտենք, որ Հարակոկասյան երկաթուղին ընկղմված է խորագույն ճգնաժամի մեջ, սահմանապահ զորքերի հետ կապված նրանք գործառութային
որևէ բան չեն կարողանում կարծես թե անել, դադարել են որպես գործոն լինել տարածաշրջանում, եւ ընդհակառակը ես պիտի երիցս շնորհակալություն, ոչ միայն շնորհակալություն հայտնեմ, այլ իմ երախտիկը ուղղեմ Հայաստանի Հանրապետության կոմպետենտ իրավասու մարմիններին, դա կլինի արտաքին գործոս նախարարությունը, հատուկ ծառայությունների անվտանգության խորհուրդը, որոնց արտաքին քաղաքականության եւ տարբեր դրսեւորումների միջոցով տեսանք, որ օգոստոսի 8-ի ստորագրված փաստաթուղթը հռչակագիրը ոչ թե դա անհրաժեշտ է, այլ ես պիտի ասեմ մեր ժողովրդի համար պարտադիր հրամայական էր։ Դա ցույց տվեց վերջերս այն գործողությունները, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունը կատարեց Հարավային Ամերիկայում, չէ, Վենեսուելայում, դա նաև ցույց է տալիս այն գործողությունները, որ հիմա տեղի է ունենում Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր հարևան, եւ ես պիտի ասեմ, մենք պիտի կաշկանդված չլինենք։ Մենք եթե սկսել ենք գործել որպես դիվերսիֆիկացված եւ դիվերսիֆիկացման քաղաքականության կրողներ, կերտողներ եւ նաեւ հավասարակշռված եւ հավասարակշռման քաղաքականություն իրականացնող արտաքին քաղաքականության մեջ մենք նաեւ պիտի մեր ուրեմն համակրանքի եւ աջակցության եւ զորակցության ձայնը բարձրացնենք Իրանի ազատական ժողովրդի օգտին։ Այստեղ մենք պիտի չվախենանք ոչ մի բանից։ Բացառվում է Ռուսաստանի կողմից ինչքան էլ Սոլովյովներ, Մարիա Զախարովներ, Զատուլիններ, չգիտեմ, տարբեր կարգի, այսպես ասած, Ռուսաստանում ծիլ տված հայ չորքոտանի քաղաքական գործիչներ, առայժմ մեղմ եմ ասում, մենք ունենք մեր պետության շահը, մեր ժողովրդի հանդեպ մեր կառավարությունը պարտավոր է եւ ոչ միայն պարտավոր է, այլ անում է այդպես իր գործառույթները ամենայն պատասխանատվությամբ եւ մեծ պարտավորությամբ եւ կարծում եմ, որ վաղն էլ կարող է Սոլովյովը նման հայտարարություն չանել, մեկ ուրիշը կարող է նման հայտարարություն անել։ Դուք լավ եք հիշում, որ մի քանի տարի առաջ մի քանի տասնյակ գործակալական ցանցի ողորմելիներ մի քանի անգամ հրավիրեցին Լազարևյան ակումբի նիստեր։ Այդ Լազարևյան ակումբի նիստը դա բացահայտ հայբրիդային պատերազմի դրսևորումներից մեկն է եղել։ Եվ տեսա, որ ոչ մեկը արդյունքի չի հասնում այդ հայբրիդային պատերազմի օղակներից, չէ, soft power-ը ես նկատի ունեմ, օգտագործեցին եկեղեցին, հիմա էլ կփորձեն այլ կերպ օգտագործեն։ Նարեկ ջան, ես ընդհանրապես մի նախադասություն եմ ասում, եթե Հայաստանի նախորդ ղեկավարությունը, ղեկավարները փորձեն վրեժխնդիր կերպով այստեղ ռուսական գործակալական ցանցի եւ ռուսական շահերից ելնելով վրեժխնդիր գործողությունները խորացնեն, նույնիսկ նրանք եւս հայտնվելու են Ռուսաստանի կողմից եւ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ նրանք եւս հայտնվելու են Բաքվում, ինչպես որ հայտնվեցին Արցախի ղեկավարները։ 100%-ով ես դա ասում եմ։ Քաշ ծանոթանալով, քաշ տեղյակ լինելով եւ ծանոթ լինելով եւ ոչ միայն Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը, այլ ռուսական պետական գործիչների։ Բայց այդ Սալավյովի հայտարարությունը մեսիջ չէ Հայաստանին ուղղված։ Ես կարծում եմ Սալավյովին պետք է, եթե ռուսական կառավարող շրջանակները Սալավյովին չսաստեն, Կրեմլի քարոզիչն է։ Եթե նրանք չսաստեն, մեր պատասխանը պետք է լինի համարժեք եւ հուժկու հայելային։ Շատ արագ կերպով եւ դա պիտի լինի նաեւ պետությունների ղեկավարների կամ նվազագույնը արտաքին գործոս նախարարների մակարդակով։ Եվ ես գտնում եմ, որ առաջնահերթ կերպով պետք է այստեղ իր գործը ասի Մոսկվայի մոտ գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպանատունը։ Բա ինչով է լռությունը հիմա պայմանավորված։ Ինչպես։ Այս լռությունը ինչով է պայման։ Ես կարծում եմ շուտով կհետևի համապատասխան հայտարարություն։ Բայց այս իշխանությունը ավելի շատ զբաղված է կաթողիկոսով, հոգևորականներով, ով հետաքնում արտնանում։ Հիմա ես ասեմ ձեզ ով ումից երեխա ունեցա, ով ումից սաունա գնաց, հա, բայց այդ կարևոր խնդիրները, ինչպիսին արտաքին վտանգներն են, երկրորդ պլան է մղվել։ Բացարձակապես չեմ կիսում ձեր կարծիքը։ Այս իշխանությունը երբեք երկրորդական խնդիրներով զբաղված չի լինում։ Ընդհակառակը այս իշխանությունը բոլոր արատավոր երևույթները հանել է ջրի երես։
ամբողջ օրը մեր կառավարությունը եւ նրա գերատեսչությունները, տարբեր նախարարությունները, կլինի էկոնոմիկայի, կլինի արտաքին գործոց, զբաղված են թե Հայաստան երբ պիտի ներկրվի էժան վառելիք, զբաղված են թե Հայաստանի ինտեգրացիոն խորացումը Եվրոմիության հետ ինչ ոլորտներ պետք է ընդգրկի, զբաղված են օգոստոսի 8-ի հռչակագրի տարին ու ոգուն համապատասխան արագացնելու ուրեմն թրիպ ուղու կառուցումը, զբաղված են բազմաթիվ խնդիրներով, այսինքն եթե այս արատավոր երևույթները հանում են ջրի երես, որպեսզի չկրկնվի, որպեսզի հայ առաքելական եկեղեցին, որ գոյատևել է ավելի քան 1700 տարի եւ մի քանի 1700 տարի եւս գոյատևի, բացառելով նման արատավոր երևույթները, դե հիմա գիտեք ինչ, մեկը կա Բերդում նստած է Գյումրիի քաղաքապետը, ասում է մեր լավագույն ուրեմն թագավորներից մեկը երիտասարդ ասում է պապ թագավորը գոմիկ է եղել, հասկանում եք, ասենք ինքս ես լինելով պատմաբան, իմանալով ինչ է տեղի ունեցել 4-րդ դարում մարդը ոնց է պատկերել եկեղեցու շահագործողական երևույթների դեմ, արատավոր երևույթների դեմ եւ հանկարծ մի մարդ, որը հայոց պատմության մասին եւ հայ պետականության հիմնադրույթներից եւ պատմությանը աղերս չունենալով ասում է եղել է գոմիկ, միգուցե ինքն էլ ուղեղի գոմիկ է, ուղեղի բառից բուն իմաստով։ Հիմա, այսինքն եթե կա այս արատավոր երևույթները, ինչու կառավարության ղեկավարը խնայում է իր համախոհներին, քանի նախարարների է պաշտոնան կարել, քանի падգամավորների է, ոնց որ ասում են, երեսը պատրել։ Հիմա էլ տեսնում ենք, որ ինչ սկզբունքներ, ինչ կոալիցիաներ, ինչ դաշինքներ, ինչ, չգիտեմ, քաղաքական հանրային միավորումներ, տեսնում ենք ինչ է դառնում, որպեսզի 2026 թվականին ունենան իրենց տաքուկ տեղը երկրի խորհրդարանում։ Այնպես որ Նարեկ ջան, ճիշտն ասած, երբեք գիտեք, որ մեծամտությամբ աշկի չեմ ընկել, նախ դրա կարիքը չկա, որովհետև ես այդքան էլ ասեմ, որ այդքան էլ իմ կշիռս փառք Աստծո գիտեմ, բայց ինչ է կարծում, եթե մի մարդ ունի շուրջ 40 տարվա քաղաքական պայքարի փորձ, ես չեմ տեսնում ոչ միայն ճամբարափոխներին, ոչ միայն քաղաքական հոսանքները փոխողներին, այլ տեսնում եմ նաև գրպանափոխներին։ Ես չեմ տեսնում ինչ է կատարվում։ Ես չեմ կարողանում հասկանամ թացը չորից ջոկելու համար, ես չեմ կարողանում տեսնեմ, որ դեղի մամուլը օրվա մեջ ինչ է ասում։ Ես չեմ տեսնում, որ նախորդ մերժված իշխանավորները եւ ներկա այսպես 5-րդ շարասյունը ներկայացնող քաղաքական տեխնոլոգները նրանց վեյբենդը ընդգրկույթը, դիապազոնը ուր է տանում, ինչ է անում, սա մեկին գումարած մեկ է։ Ես պիտի ասեմ, որ մենք ատամներով եւ ամենայն սկզբունքով պիտի կանգնենք մեր կառավարության կողմը։ Այնպես չի, որ գիտեք ինչ, ես պիտի կանգնեմ արատավոր երևույթների հանդեպ աշկ փակեմ կամ լրելային համաձայնությամբ ասեմ դե լավ արել եմ։ Ոչ, եթե մեր ժողովուրդը կանգնում է կառավարության կողմը, ապա մեր ժողովուրդը նաեւ պիտի կառավարությունից պահանջի ինչպես սկզբունքայնություն, այնպես էլ ուրեմն արատավոր երևույթների հանդեպ, որտեղ ուզում է լինի, թե իր իշխանական ճամբարում, թե դրանից դուրս անպայման պիտի իր ձայնը բարձրացնի հավուր պատշաճ։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։